մեր օրգանիզմի էներգետիկ կենտրոնները կամ չակրաները եւ մեր մտքերը։ Ինչպես են դրանք ազդում մեր ընդհանուր ինքնազգացողության վրա։ Օրինակ, եթե ձեզ մոտ ցավեր ունեք գոտկային հատվածում, դա կապված է մեր արմատային չակրայի հետ եւ նաեւ մեր փողի էներգիան է այստեղ կապված։ Նաեւ կապն է մեր հորական գծի հետ։ Այո, այսպես են բացատրում հոգեբանները։ Եվ եթե ուզում եք ակտիվացնել այս էներգիան, պետք է աշխատեք այս հատվածի հետ։ Ինչպես? Դրա մասին մենք խոսելու ենք մեր հետագա դասերում։ Հաջորդը, եթե մենք խնդիրներ ունենք հաջորդ չակրան, դա մեր միզուղիների շրջանի սեքսուալ չակրայի հատվածն է, որը բերում է կյանքը չվայելելու, ֆիզիկական հաճույք չստանալու հետ։ Հաջորդը կապված է մեր անմիջապես արևային հյուսակի հետ եւ այստեղ մենք ունենում ենք խնդիրներ մարսողության հետ, նյութափոխանակության, բայց նաեւ արևային հյուսակը մեր վախերի, տագնապների, զայրույթի, այսինքն ամբողջ էմոցիաների իր մեջ կուտակելու հատվածն է։ Դուք չեք կարողանում մարսել կյանքը այս իրավիճակը։ Դրա վրա պետք է հատուկ կերպով աշխատել։ Հաջորդը մենք գալիս ենք իմ սիրած հատվածը բնականաբար թոքեր, սիրտ, ուրախության եւ սրտի չակրան։ Դուք պետք է կարողանաք սեր տարածել, սիրել անվերապահորեն բոլորին։ Անկախ նրանից այդ մարդը ձեզ դուր է գալիս թե ոչ, սիրելիներս, փորձեք արտահայտել ձեր սերը։ Եթե նույնիսկ մեկը վատ բան է արել ձեր հանդեպ, ուղղակի փորձեք սիրո էներգիա ուղարկել նրան ձեր սրտի կենտրոնից։ Եթե տեսնում եք չի ստացվում, ուղղակի արտաշնչեք, շնչեք ու այս հատվածին հարվածելով ուղարկեք։ Հաջորդ, շատերս ունենք կոկորթում խեղտոցներ, սպազմեր, չենք կարողանում մեր մտքերը արտահայտել եւ այս դեպքում իհարկե գալիս է կոկորթի հատվածը կամ գարլավայա չակրան, որը կապված է ինչպես վահանաձև գեղձ, կոկորդ, պարանոց, այս էներգիա եւ այս օրգանների հետ, բայց նաեւ խոսում է այն մասին, որ դուք ի վիճակի չեք նախ արտահայտելու ձեր միտքը, պայքարելու ձեր համար ձեր խոսքով, այսինքն մտքերը ճիշտ չեք կարողանում արտահայտվել եւ դրա համար խեղդվում եք, ինչ որ մեկը ձեզ վատ բան է ասում, ներս եք գցում եւ ավելի վատացնում ձեր ներքին վիճակը։ Հաջորդը իհարկե մեր երրորդ աչքի կամ ճակատային ամենակարևոր հատվածն է, որը կապ է ստեղծում մեր, ես չունեմ կապույտ, բայց փորձեմ մատիտով։ Եվ ահա այս հատվածը կապված է մեր ինտուիցիայի հետ։ Ինտուիցիան զարգացնելու համար այսօր շատ լավ նախապայմաններ կան եւ բոլորս էլ կարող ենք պահի տակ ունենալ այդպիսի հնարավորություն զգալու, որ ոյ գիտեք, ես հենց այդպես էլ մտածում էի, որ այդպես պիտի լիներ։ Բայց եթե ինտուիցիան չեք միացնում, հակառակը ձեզ մոտ կտուժեն մտքերը չընկալելու, հեռատեսություն չունենալու խնդիրները։ Այս դեպքում կարևոր է, սիրելիներս, որ դուք հասկանաք, որ այս չակրան պետք է ակտիվացնել ու բացել։ Նաև այս հատվածը կարող է բերել շատ ժամանակ դեմքի մաշկի ակնեի, բորբոքային վիճակների, խնդիրների, քթի փակվածության անգամ, այսինքն ինչը կապված է այս հատվածի հետ։ Եվ այնքան հետաքրքիր է, որ կապ կա մեր հեռատեսության եւ մեր հաճույք ստանալու կենտրոնների միջև եւ պետք է նրանք բալանսավորված աշխատեն, որպեսզի եւ դուք կարողանաք կյանքը ճիշտ պլանավորել, ճիշտ նպատակներ դնել ու հասնել նրանց եւ նաեւ այդ ընթացքում հաճույք ստանալ։ Եթե դուք ձեր կյանքում հաճույք չեք ստանում, այսինքն չգիտեք ինչից լավ կզգաք, դուք անձամբ ինչ կարող եք անել հենց հիմա, հենց այս պահին ձեր համար, որպեսզի ձեր կյանքը փոխվի։ Ամեն մի քայլ այդ ուղղությամբ հսկայական էներգիա է տալու ձեզ։ Դրա համար էներգիան ներքևից վերև է բարձրանում, բայց կա նաև շատ կարևոր կենտրոն, դա մեր կապն է կամ քրոուն չակրան, թակ չակրան կապված է տիեզերքի հետ կամ վերին աստվածային ուժերի էներգիայի հետ, դա գտնվում է ահա այստեղ։ Եվ այստեղ ենք մենք թագի ձևով ստանում վերևից եկող էներգիաները։ Եվ եթե վերևից իջնող ու ներքևից բարձրացողը համահունչ է աշխատում, չկան փակող բլոկեր տարբեր հատվածներում, ապա օրգանիզմը լիարժեք առողջ է եւ
ֆիզիկապես եւ էմոցիոնալ, եւ եթե այս չակրաների ինչ որ հատվածում բլոկեր են առաջանում, բնականաբար եւ ֆիզիկական խնդիրներ, ընդհանուր հիվանդություններ կարող են առաջացնել եւ իհարկե էներգիայի առումով դուք սպառված եք լինելու այս կամ այն ասպեկտով։ Իհարկե այս թեման այնքան լայն է, նաեւ շատ օստեոպաթներ կապում են այս չակրաների հատվածները մեր մկանային, սպազմային, տրիգերային զոնաների հետ, այսինքն նրանց անվանում են ոչ թե չակրա, այլ սպազմային բլոկավորվող հատվածներ։ Եվ դրանցից մեկը օրինակ ծնոտի հատվածն է, որ չեմ կարողանում խոսել, չեմ կարողանում արտահայտվել, դրա համար ձգվում է։ Մյուսը կոկորտն է, չեմ կարողանում ընդունել սնունդը, վատ մտքերը, հաջորդը սիրտն է, ինչպես ասացի, չեմ կարողանում ուրախանալ, թոքերը, որ չեմ կարողանում լիարժեք շնչել ու ապրել, մարսելը, որ կապված է մարսողությունը հենց վախերի տագնապների վիրավորանքների ներսում տարիներով պահելու հետ, էլ չեմ ասում մարդիկ կան, որոնք հակառակ ագրեսիվ են, զայրույթ են արտահայտում եւ այդ ժամանակ տուժում է լյարդը։ Մի խոսքով, սիրելիներս, եթե այս թեմաները ձեզ հետաքրքրում են, մենք այս մասին ավելի մանրամասն հետագայում կխոսենք ու կսովորենք ինչպես մաքրել ինքներս մեզ, ինչպես ակտիվացնել չակրաները, բայց այդ մասին մեր ակումբում եւ մարդիկ, ովքեր կարող են անդամակցել մեր ակումբին 7 օր անընդմեջ կստանան եւ ֆիզիկական վարժություններ եւ հակաստրես տեխնիկաներ եւ իհարկե շատ գիտելիքներ տարբեր մասնագետներից։